Հրավիրում Արթուր Այվազյանին, բարև ձեզ եւ շնորհավորում եմ օրվա առիթով։ Ես էլ եմ շնորհավորում։ Պարոն Այվազյան, 107 տարի առաջ հայ ժողովուրդը միասնական իր հոգևոր դասով, իր ռազմական, քաղաքական ներուժով միավորված տարավ հաղթանակ։ Ընդ որում այդ հաղթանակը մենք տարանք ցեղասպանությունից 3 տարի անց։ Այսինքն դա մի ուժերի մեծ համախմբում էր, ոգեղենության համախմբում էր, այդ ամբողջական այդ ներուժի համախմբմամբ հայ ժողովուրդը ունեցավ Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա եւ շնորհիվ մայիսյան հաղթանակների մենք ունեցանք Հայաստանի առաջին հանրապետությունը, հռչակեցինք մեր առաջին հանրապետությունը։ Հիմա իրավիճակը կխնդրեմ դուք այսօր ներկայացնեք ներկայիս իրողության ֆոնին, երբ ունենք ամբողջությամբ հայաթափված Արցախ, պարտություն, պարտության հետևից թշնամին էլ կանգնած է մեր սարերի գլխին եւ նոր ու նոր պահանջներ եւ պարտություններ է մեզ պարտադրում։ Իրավիճակը կխնդրեմ գնահատեք։ Նախ շնորհակալություն հացազրույցի համար։ Նորից շնորհավորում եմ մեր հայոց ազգին, մեր Առաջի հանրապետության կազմավորման տոնի եւ մեր հաղթանակության հերթական տոնի կապակցությամբ, իսկ ինչ վերաբերում է ձեր մյուս հարցերին, ամենակարևոր վեկտորը, որ այս հարցի մեջ պետք է դնենք, հիշեք, որ մենք այն ժամանակ չենք ունեցել բանակ։ Այսինքն էլի ոնց պատտվում ենք, էլի գալիս ենք կամավորականության սկզբունքին։ Ինչի մասին արդեն 5 տարի, առնվազն 5 տարի ես ծրագրեր եմ ներկայացնում, այդ ծրագրերը հաստատվում են, հետո էլի չեն հաստատվում, կյանքի չեն կոչվում, բայց ինչ որ մի քպայական, ով ըստ էության զբաղվում է, ուրեմն դա սաբոտաժ է բանակի նկատմամբ, այսինքն վճարես չծառայես, այդ համատեքստում դուք ուզում եք մենք նոր Սարդարապատ ունենանք, մենք հիմա կանգնած ենք նոր Սարդարապատի, նոր Մուսալերի, նոր Ղարաքիլիսայի, նոր Բաշ-Աբարանի պատերազմի շեմի, եւ դա ոչ մեկ չի կարող վիճարկել եւ այս պայմաններում նոր բերեք օրինագից, այսինքն մարդը վճարի հայրենիքին չծառայի, այդ մարդը ինչ գործ ունի ընդհանրապես Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այսինքն դուք ներկով այդ նախագիծը բերե։ Մի մարդ, ով առանց Նիկոլ Փաշինյան կոչված Փաշօղլու չի կարա առհասարակ շնչի կամ արտաշնչի։ Լավ, շիշ բռնողին են այսօր թիրախավոր է, դուք ոնց եք պատկերացնում, նա կարա առանց Փաշօղլու նման օրինագից մտցնի կառավարությունը հաստատի, բերեն ազգային ժողով, նոր եք հասկացել ինչա դրա տակ թաքնված։ Ինչ է թաքնվածը ձեզ։ Ասեմ ձեզի, ես բազմիցս իմ մամուլի ասուլիսների ժամանակ, ուղիղ եթերների ժամանակ մի հատ բան եմ հայտարարել, եթե իրականում դուք ուզում եք բանակաշինության հետ կապված զորակոչից խուսափողների հաց կարգավորել, դժվար է 1700-ամյա պետության մեջ, այդ ինչ է նշանակում, եթե դուք իրականում տես մտահոգությունները եւ հայտարարում եք մոտավորապես 10-ից 17 հազար զորակոչի ենթակա անձիկ, հրաժարվում են զինծառայությունից, գտնվում են միջազգային հետախուզման մեջ, բա ինչն է ձեզ խանգարում, միջև հաջորդ զորակոչ, որ ասում եք արեք այս օրենքը շտապ ընդունենք, որ միջև հաջորդ զորակոչ, այդ օրենքը ընդունված լինի, միջև հաջորդ զորակոչ համաներում հայտարարեք։ Ով գա ներկայանա, համաներում հայտարարեք, մի հատ նախնապես, տեսեք ինչքան մարդ է գալի, այդ ինչ է նշանակում, մարդը փող վճարի չգնա բանակ։ Այդ ինչ հասարակարգի նոր մոտեցում է։ Այո, ես ասել եմ միշտ, բանակում ծառայելը, սահմանպահելը դա բացառիկ պետք է լինի իրավունք, բացառիկ ինքնասիրության որակ եւ պատիվ։ Եվ չորրորդը, եթե մարդը չի ծառայ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմում, նա իրավունք չունի առհասարակ պետական որևէ ինստիտուտում, որևէ անգամ հավաքարի պաշտոն գրավի։ Բայց այս ինչ է նշանակում, Դուք այսօր նայեք, բարեկային ծառայության համար օրենք են ընդունել, որ ասենք, եթե դու ծնվել ես, սա հեգնանքով չեմ ասում, Իտոգում դա է գալի, այն որ հիշում եք, ես 77 թիվ եմ, ես հիշում եմ, որ միջև հիմա դա ունեմ, այն որ հիշում եք, սենց կլինկորի բան կար համարը, որ բերեին մաման ծիծը տար, այդ համարի ես այդ բանը ունեմ միջև հիմա, այսինքն դու սա գալի, որ էդի հենց ունես, արդեն կարաս պարեկ դառնաս, բա զինվորական կրթությունը,
Մեր իշխանությունների գերակշիռ հատվածը պաշտպանության նախարարից սկսած վարչապետով եւ այդ թվում նաեւ խորհրդարանում բազմաթիվ падգամավորներ ունենք ԿՊ-ական, որոնք չծառայած են։ Բայց դուք ոնց որ չեք նկատել, որ ինքը ինչ է պատմում վարչապետ դառնալուց հետո, որ ինքը խրամատներ է փորը, վրանների մեջ քնել է եւ ավտոմատով պաշտպանել է հայրենիքը, գիտեք երբ Քարոզիա պատերազմից հետո, երբ որ նա ապրիլին ինքը մայիսին ոնց որ երատո ջոկատներ աշխատում, ոչի մեջ։ Մեկը կարմա կասկած իր գերագույն գլխավոր հրամանատար ձիրքի վրա, այս ոչի մեջ։ Դուք ինչից եք խոսում հիմա։ Ոնց կարելի է բանակից փողով ազատվել։ Դուք կբացատրեք դա ինձ։ Մենք ռեսուրսը մենք այսօր զորակոչը չենք հասցնում։ Ասում են, տեսեք ինչ են ասում, հա, ԿՊ-ականները այս նախագիծը այսպես են մեկնաբանում, որ այդ մարդիկ տարիներ շարունակ հեռացել են հայրենիքից, թող վճարեն հետ գա։ Չունեմ խնդրում, ով է այդ օրինագիծը ներկայացրել։ Մեկ քրեական ենթամշակույթի դեմահանդես գալի, մեկ բան, ով է այդ կլենտը։ Շիշ բռնող բանը չի Հայկ Սարգսյանը։ Հիշում եք 2017 թվականի մեթի կապված դեպքը, որ շարարին վրես միջև հիմա դատվում, Փարքասով եվրոպական դատարանը ինձ արդարացեց ՊԾ շարերից։ Մի հատ է զենք բերին կարին վրես։ Սրանք շարեր են, դուք ինչ կապ ունեք вообще քրեական ենթամշակույթի հետ, բանակի հետ, մեկ քրեական ենթամշակույթ, մեկ բանակ, դուք ով եք։ Դուք բանակի հետ ինչ կապ ունեք։ Ոնց կարելի է այսօր բանակը պատերազմի մեջ գտնվող պետության մեջ, ոնց կարելի է բանակից փողով ազատվել։ Դուք հասկանում եք ինչա։ Նաև տեսեք ինչ են ասում, պրոֆեսիոնալ բանակի հիմքն ենք ասում են դնում այս։ Պրոֆեսիոնալ բանակի հիմքը տես չեն դնում։ Այդ ով ասե որ էլիտայի մեջի տղեկը չեն ուզում իրանք դառնան նայեք մատ նայեք էլի անգլիական թագավորությունը նայեք դուք նայեք էլիտան այսօր աշխարհի այսօր Անգլիայի թագաժարանքները տեսեք Իրաքում Աղվանստանում մարտական խնդիրներ կա միջև չանցնեն դա իրանք չեն կարել թագը ժառանգեն մենք հայոց թագավորություն ենք ներկայացնում ոնց կարա տենց բան լինի այսինքն ի՞նչ է նշանակում այս մեր Չունե որ երեխեքին տանեք կոտորեք, հա, այս բեզալաբերնինը նմանան ինչ անեն։ Ստացվում է հարուստի երեխան կազատվի ըստ այս նախագծի, եթե դա իհարկե օրենք դառնա, իսկ աղքատի երեխան կգնա զինծառայության, սահման կպահի եւ հայտնի խոսք կա, չէ, ասում են նորից մեր բանակը կդարձնենք աղքատների բանակ։ Կլսեք մեր բանակը երբեք աղքատների բանակ չի եղել։ Դա Նիկոլ Փաշինյանի բնութագիրն էր նախքին Փաշինյանին իզմի կոչեք նա ոչ հասկանում է բանակը ոչ էլ սազգետ կապ ունի նա Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանի եւ Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպանն է մեր բանակի հետ նա ընդհանրապես կապված դուք այսօր ես այսօր ուղիղ եթերով նայում եմ ինչ էստեղ գալիս է դուք տենակ երբ որ ինքը պաշտոնական զինվորական երթներ ընդունում պաշտոնական դուք դրա դեմքը մի հատ նայեք հիմա գնացեք դուք միացեք դուք դրա դեմքը նայեք Դուք դրա դեմքը նայեք ոնց է նայում զորքին Դուք գնացեք դեմքը նայեք ուղակի Գերագույն գլխավոր հրամանատարի դեմքը նայեք զորաշարժ է Այ հիմա նայեք մենակ այդ եմ ձեր ուշադրությունը գրավում ես դրա համար եմ ես քանի որ էսից տեր ես չէի գալի ես որոշելի գիշերը գա բայց որ տեսեք սրա դեմքը Գնացեք նեք սա վիդեո ուղիղ եթերներով կա դուք սրա այս զզվելի դեմքը նայեք ոնց է նայում զորքին ինքը նեղվում է ինքը աչոտ չի կարում տա իր թուրք գործընկերներին սա մեր բանակն է սա մեր ազգն է Ես իհարկե հասկանում եմ ձեզ համար տհաճ ինչպես շատ շատերի երբ մեկնաբանում են Նիկոլ Փաշինյանի ուղերձները, բայց այսօրվա օրով կուզեմ 1-2 անդրադարձ այնուհանդերձ անեք։ Ասած մեր հայրենիքը սահմանափակվում է պետության սահմանների մեջ 29743, հա, քառակուսի կիլոմետր։ Մենք այլևս երազելու բան չունենք, հայրենիք երազելու կարիք չունենք, որտեղ մեր հայրենիքը այլևս գտնված է, սա է։ Ինչ է ուզում ասել Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հողում տալով իր այսպես կոչված իրական Հայաստանին։ Դա թող մտածի ինքն ու իր կինը իրանք ինչ են երազում։ Հայ ազգը իր երազանքները ունի ու բաղձալի երազանքներ են դրան։ Հայ ազգը իր երազանքներին կհասնի։ Ինքը կապ չունի հայ ազգի հետ, հասկացեք։ Թուրի մածաբար չէ։ Ասում թուրի մածաբար չէ, ազգի մեջ, մեր ազգի մեջ այսօր կա մի հատ մասա, դեր իրան հավատում, ուրեմն այդ մասը այդ իրանք հավաքվեն Գոցուղվեն Ադրբեջան են ուզում, Թուրքիա են ուզում, չգիտեմ որտեղ են ուզում, Իրանի տարածքում էլ կան ադրբեջանաբնակ հատվածներ 25-28 միլիոն, որտեղ ուզում են թռնեն ստեղից։
Էսի այո, մենք ունենք այդ բաղձալի երազանքները, մենք ապրում ենք դրա համար, մենք ռևաշինստներ ենք եւ դա նենց ուղակի չենք ասում։ Ես իմ դեմքով եմ ասում, ես գիտեմ շատ ծանր են տաներու, դա իրենց սեռական կողմնորոշման խնդիրն է, բայց ես ձեզ ասում եմ, հայոց ազգը ունի բաղձալի երազանքներ։ Հայ դատը ունի երազանք, կապ չունի, որ կուսակցականացվել է այդ գաղափարը, փառք Աստծո, ոչինչ թողնես լինի, մենք հիմա ամեն ինչի համաձայն ենք, մենակ մի բան լինի, թող լինի միշտ արևը։ Դա հայկականն է։ Այո, թող լինի միշտ արևը։ Հիմա ասում եմ Մասիսը մերը չէ, երեք ասել էր, չէ, Ալեն Սիմոնյանը, մոռացեք Արցախի մասին, որովհետև երբ որ խոսում եք, Ալիևը սկսում է բարկանալ ու խոսում է 300,000 ադրբեջանցիների մասին։ Ես նորից եմ ասում, սեռական բնույթի շեղումներ ունեցող մարդկանց հարցեր ես չեմ մեկնաբանում, ես մանախն եմ, ես հրամանատար եմ, ես զինվորական եմ, մենք ռևանշիստներ ենք, մենք կռվելու ենք։ Աստված մեզ տվել է այդ ուժը, իմաստությունը, խելքը, տեղը, այս արևի տակ։ Մնացածը թող լինի միշտ արևը, նորից եմ ասում, Աստված պահպանի Արցախ աշխարհը, հայոց աշխարհը եւ հայ ազգին, հիշեք։ Սա Դրա համար միասնություն է պետք, համախմբում է պետք։ ես չեմ մտնում այդ, լսեք, այս ազգը մազոխիստական արդեն բաներ ա ձեռք բերել։ Հենց մի քիչ շատ վատ վիճակ ա գտնվում, արդեն մոռանում են քաղաքական նախասիրությունները, մյուսը։ Հիշեք մի հատ բան։ Սա հայ ազգն է, սա մի հատ հողն է, որ Աստված տվել է մեզ, եւ ունենք հայոց աշխարհ, եւ ունենք հայոց սփյուռք, այսինքն 40 աստիճան մենք խաչաձև սկզբունք ունենք։ Եթե մեկը կա որ հրաժարվում է դուխ չի անում, թող կպնի իր գործերին։ Մենք դուխ ենք անում, այդ դաշտի մեջ ենք։ Աստված մեզ ինչ կտա, դա կանենք։ Շնորհակալ եմ։ Աստվածույցի համար։ Ապրեք։